Պարոն Խանոմյան, քառօրյա պատերազմից հետո շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը չպետք է վերադառնա բանակցությունների սեղանին առանց երկու գլխավոր նախապայմանի՝ վերականգնել նախքան ապրիլի 1-ը եղած շփման գիծը և Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանին։ Դուք այս տեսակետները կիսում եք։ Ես համաձայն եմ այդ երկու պնդումների հետ, ինչպես գիտեք, հրադադարից առաջ Պաշտպանության բանակը հայտարարեց, որ հրադադարի կհամաձայնվի միայն մինչև ապրիլի 1-ը եղած իրավիճակին վերադառնալու պայմանով։ Սակայն, ինչպես տեսաք, հրադադար ձեռք բերվեց առանց այդ ամենի, մենք ունենք կորցրած դիրքեր թե հարավում, թե հյուսիս-արևելքում, հետևաբար առանց այդ կարևոր նախապայմանի բանակցությունների սեղանին վերադառնալը Հայաստանի կողմից կլինի այդ տարածքների կորցնելի ճանաչում։ Հետևաբար Հայաստանը պետք է զերծ մնա որևէ նման քայլերից։ Իսկ Արցախի բանակցային սեղանի շուրջ վերադառնալու համար պետք է ուղղակի հստակ քայլեր կատարվեն, մասնավորապես ակտիվորեն աշխատվի Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Խոսքը Արցախի միջազգային ճանաչման մասին է, այսինքն այսօր մենք մեզ պահում ենք ավելի շուտ Հայաստանի Հանրապետությունը իրեն պահում է հակամարտության միջնորդի տեսքով, կերպարով է իրեն պահում, այսինքն խոսում է կարգավորման մասին, խոսում է, չգիտեմ, խաղաղ կարգավորման մասին, այնինչ պետք է խոսվի, պետք է աշխատվի Արցախի օգտին կարգավորման մասին։ Դրա առաջնային և հստակ քայլերից մեկը պետք է լինի միջազգային ասպարեզում Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքը։ Եվ կրկնեմ, մի քանի անգամ այս միտքը կրկնել եմ օրեր շարունակ և դրանից առաջ նույնպես, տարբեր երկրների կողմից Արցախի ճանաչումը անմիջականորեն կապված է Հայաստանի տեսակետից, Հայաստանի դիրքորոշումից։ Հետևաբար հայկական դիվանագիտությունը մեծ գործ ունի անելու հատկապես արտաքին աշխարհում Արցախի ճանաչման ուղղությամբ։ Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում էիք արել, անդրադառնալով այն տեսակետներին, որ հակամարտության կարգավորումն անհնար կլինի առանց ազատագրված տարածքների վերադարձման, կխնդրեմ մանրամասնեք ձեր միտքը, և Ռուսաստանի մասով եմ ուզում հարցնել, Ալիևի օգնականը հայտարարել է, որ առաջիկայում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ նոր բանակցություններ կլինեն։ Ռուսաստանի դոմինանտ դերն այս կարգավորման հարցում ինչպես եք գնահատում։ Նախ գրառման մասին նշել է, որ էլի հայտնվել են, չեմ նշում, որ դրանք շատ են, բայց ինչ-որ տեղեր հանդիպում ենք մարդկանց կարծիքներ, որոնք գտնում են, որ տարածքային զիջումը հնարավորություն կտա կարգավորման ինչ-որ բանի հասնել, տարբերակի հասնել, բայց պետք է վստահեցնել, այսինքն պետք է հասկանալ, որ սա կլինի ուղղակի Արցախի անվտանգությանը հարվածող ամենամեծ հարվածներից մեկը։ Ոչ միայն տարածքներ տալ, այլ տարածքներ տալու մասին խոսել նույնիսկ, որովհետև դա անդադ ոգևորում է Ադրբեջանին և Ադրբեջանը իր պահանջների մեջ դառնում է մաքսիմալիստական։ Որևէ ձևով, որևէ տարածքի զիջում հնարավոր չի դարձնում խնդրի լուծում, որովհետև նախ Ադրբեջանը չի համաձայնում որևէ ձևով, այսինքն Ադրբեջանը ուզում է ամբողջ Արցախը, ներկայիս Արցախի հանրապետությունն իր ամբողջ տարածքով։ Մյուս կողմից տարածքներ զիջելով մենք ընդամենը մեծացնում ենք սահմանները Արցախի, ավելացնում ենք ռազմական ծախսերը և խոցել ենք դարձնում անվտանգությունը։ Ինչպես տեսաք, այս քառօրյա դեպքերի ժամանակ որևէ տարբերություն չկա ադրբեջանական բանակի ծեր են, երեխա են, թե չգիտեմ, քաղաքացիական են, թե ոչ։ Հետևաբար սա անմիջականորեն արցախահայության ֆիզիկական անվտանգությանն է վերաբերվում և տարածքի որևէ զիջում բերելու է բնակության խոցելիությանը, ոչնչացմանը։ Սա առաջնային և կարևոր հարցն է, և ես գտնում եմ, որ Ադրբեջանին հնարավոր է միայն պարտադրել որևէ կարգավորման տարբերակ միայն նոր տարածքներ վերցնելով։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի դերին, բնականաբար Ռուսաստանը որպես նախկին կայսրություն, այս տարածքի նախկին մետրոպոլիա ձգտելու է գլխավոր դերակատարություն ունենալ կարգավորման հարցում, միգուցե ցանկանալով նաև ինչ-որ մեկի հաշվին լուծել
օրինակ Հայաստանի կամ Արցախի հաշվին լուծել Ադրբեջանին դեպի Եվրասիական միություն տանելու իր ցանկությունը, այդ հարցը բոլորովին նոր բան չի, կայսրությունները միշտ էլ նման եղանակներով են հարցեր լուծել եւ այսօրվա արցախյան հակամարտությունը հենց նման մի լուծման արդյունք է։ Խոսքը 21 թվականի լուծման ստալինյան որոշման մասին։ Այս պահին ավելի ռացիոնալ որոշումներ պետք է կայացվեն։ Գնահատականը տալուց հետո, որ դա թշնամանք է Արցախի ժողովրդի նկատմամբ ռուսական զենք վաճառել Ադրբեջանին, Հայաստանը գոնե պետք է այժմ կարողանա նորմալ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, ավելի էժան գներով եւ Արցախին կամ Հայաստանի բանակին անհրաժեշտ զինամթերքը ձեռք բերելու համար։ Մենք այսօր ավելի շատ ռացիոնալ որոշումների կարիք ունենք, քան էմոցիոնալ։ Ինչ վերաբերում է ռազմաբազային եւ այլն, ապա նման հարցերը նույնպես պետք է լուծվեն ռացիոնալ դաշտում եւ Հայաստանը պետք է բանակցի այդ բազայի կարգավիճակի եւ այլնի հետ կապված պայմանագրերի շուրջ եւ գոնե այդ ռազմաբազան տեղակայվի այնպես, ինչպես սովորաբար ռազմականներ են տեղակայվում տարբեր երկրներում։ Ցավոք սրտի հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը վերջին տարիներին բավականին զիջումներ արել սուվերենության եւ ինքնասիրության հաշվին, ազգային ինքնասիրության հաշվին, ինչի հարցում ես մեծապես պետք է մեղադրեմ հայաստանյան այսօրվա իշխանություններին։ Նախքան պատերազմական գործողությունները Արցախում եւս նախաձեռնվում էր սահմանադրական փոփոխությունների գործընթաց, քննարկումներ էին տարվում այդ ուղղությամբ։ Այս իրադարձություններից հետո արդյոք ակնհայտ չէ, որ Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններ պետք չեն։ Այս պահին սահմանադրական փոփոխությունների գործընթացը Արցախում կանգնեցված է, բայց մենք երբ որ դեմ ենք խոսում սահմանադրական փոփոխություններին, հատկապես խորհրդանական կառավարման տարբերակին, նշում ենք, որ պատերազմում գտնվող երկրի համար այս տարբերակը ամբողջովին անընդունելի է։ Այս օրերը ցույց տվեցին, որ Արցախում խորհրդանական կառավարման դեպքում մենք ունենանք լուրջ խնդիրներ եւ հետեւաբար պետք է այս գործընթացը, որ ժամանակավորապես դուրս է եկել օրակարգից, ընդհանրապես դուրս գա օրակարգից